Ես ինքս աշխատող եմ, աշխատել եմ 14 թվին եւ հաճախակի դուրս եմ եկել, նորից եկել եմ, առողջական խնդիրներ ունեմ։ Ես աշխատում եմ ու շատ գոհ եմ աշխատանքից եւ աշխատանքից եւ վերաբերմունքից։ Ես ուղղակի պահանջում եմ բոլորի անունից եւ իմ անունից, որ բացվի, բոլորը աշխատեն, բոլորը հարկեր ունեն, վարկեր ունեն, խնդիրներ ունեն։ Ես հիվանդ թոշակառու եմ, բայց աշխատում եմ ստիպված, որտեղ այդ թոշակով չեմ կարողանա իմ բոլոր դեղերը առնեն։ Ես ունեմ ոսկորների խնդիր, որ շատ թանկ դեղ եմ առնում, դրա համար ամեն ամսյա ստանում եմ եւ դրանով ապրում եմ։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ պետք է ասեմ, էլի, պարոն Ծառուկյանը ասեց պետք է ընտրենք պարոն Փաշինյանին, բոլորս կանգնեցինք պարոն Ծառուկյանի կողքը եւ ընտրեցինք պարոն Փաշինյանին։ Այս անգամ մենք երևի մեր սա ընտրության պատիժն էր, հա, որ ընտրել էինք Բարգավաճ կուսակցություն պարոն Ծառուկյանին եւ պատժվեցինք, հա, հիմա որ անգործ ենք մնացել։ Դա է մեր պատիժը, բոլոր աշխատողների պատիժը դա է։ Դա է նշանակում։ Պատժում են կառավարությունը։ Մեզ, որ ընտրել ենք պարոն Ծառուկյանին։ Ժամանակին էլ ընտրել եմ պարոն Փաշինյանին, կանգնել ենք պարոն Ծառուկյանի կողքը, ընտրել ենք պարոն Փաշինյանին եւ ինչ ստացանք։ Ինչ փոխվեց մեր համար։ Սկզբում ընտրեցիք Գագիկ Ծառուկյանին, խորհրդարանից դուրս թողեցին ձեր վստահած կուսակցությանը, հիմա էլ ձեզ են աշխատանքից զրկել, դրան ոնց կվերաբերվեք։ Վատ, իհարկե վատ, սա վատ երևույթ է, դա ուղղակի չգիտեմ բառեր չեմ գտնում ասելու։ Սա ասենց չի կարող լինել։ Մենք բոլորս բանկեր ունեն, վարկեր ունեն, տուն ունեն եւ հետո ոնց պետք է ապրենք լավ։ Հիմա որ բանկը ին դուրը ծեցի, ես ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Ասեմ սենց է երևույթը, իրան շատ պետք է։ Սա ինչ է նշանակում։ Ուրիշ օրինական ձևով չի կարելի ասել, հասկացնել եւ հետո որ չաշխատենք, ով է տալու հարկերը, վարկերը, մյուսը, ով է տալու։ Մեզանից է չի գնում։ Այո, իհարկե օրինական է։ Սա օրինական։ Այո, սա օրինական գործում է։ Չէ, գործընթացը, որ խուզարկել են եւ այլ։ Օրինական ոչ, իհարկե ոչ։ Որ խուզարկել են, որևիցե մի փաստ, որևիցե մի վատ բան գտել են, ոչ, չեն գտել։ Էդի պետությունը, ես ուղղակի ուզում եմ հասկանալ պետությունը, որ ուզում է տուրիզմը զարգացնի։ Երկին գալիս է Մարտին հյուրանոցի թանում, ասում է հելի։ Էտա մեր երկիրը այդպես են ցույց տալի։ Կամ գնում են Կորեայից հարավում են։ Չի կարելի պարզապես, ինչքան կարելի այսպես առանց մնալ առանց։ Ես ասում եմ, եթե 2 օրից ես չեմ, ես գալու ճանապարհը փակեմ։ Ով ինչ ուզում է անի։ Թող Նիկոլը գա, Նիկոլի դեմն էլ կասեմ։ Թող գա ինձ գործով ապահովի։ Չի կարելի։ Պատասխանը մենք այս ճամփը փակելու ենք։ Ոչ մեկ տուն չի գնա, մինչև լենտերը չբացեն, ու մենք չհետան գործի։ Որ մեկն է բերելու ինձ տունը բահելու, ոչ մեկ։ Երբ որ պետք է ներողություն, երբ որ պետք է պարոն Փաշինյանը ընտրվեր այն ժամանակ, երբ որ կանգնեցինք պարոն Ծառուկյանի հետ պարոն Փաշինյանի կողքը, Երևան Սևան տրաս այս աղջիկը փակեց։ Որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսինչ անգուր թողնի։ Շատ բաներ արեցինք։ Շատ բան արեցինք մենք իր համար, բայց հետո այստեղ այո, Սերժի մարդն, այո, հենց Սերժն էլ անում է ամեն ինչը։ Իրանց զերով այդում մենք եկենք ոչ մեկին չվերագրենք, մենք ուղղակի խնդրում ենք կողի դռները բացենք, մենք աշխատենք։ Պարոն Ծառուկյանն էլ Աստված միշտ ինքը ասում մարդա եւ Աստված միշտ իր կողքին է, Աստված պահապան։ Լավ կլինի։ Ինչ կապ ունի։ Մենք հույսեր ունենք, բաց է թողել, ոչ մի բան չեն արել։ հույսեր չեն արել։ Թողենք ուր գնանք այս երկրից։ Թող աշխատանքի տեղ տան։